Այս պատերից ներս արդեն 40 տարի ազգային հենքի վրա ձևավորված համամարտկային արժեքներ կրող մտավորականներ ու քաղաքացիներ են կերտվում։ Շիրակացու ճեմարանը միջազգային գիտակրթական համալիր է, որի սաները միջազգային չափանիշներով բարձրակարգ կրթություն ստանալուց բացի ձևավորվում են որպես քննադատական միտք ունեցող ինքնուրույն, նախաձեռնող ու ստեղծագործ անհատներ։ Շաքեն ճեմարանական է արդեն 3 տարի։ Նրա երազանքին հասնելու անհարթ ճամփան Արցախից է սկսվել։ Դա երևի իմ ոսկի նպատակն էր, որը որ կարողացա իրականացնել։ Արցախ եկավ բաց օլիմպիադան ճեմարանի։ Ես շատ զարմացա, որ sense մեզ ուսուցիչները իրենց են վերաբերում, ոնց որ իրենց ընկերները լինեինք, իրենց շատ ազատ են արտահայտվում։ 6-րդ դասարանի վերջում արդեն իմացանք, որ ճեմարանը գալիս է Արցախ եւ ավելի կրտսեր դասարանների համար բացվում է։ Ես եւ եղբայրս հաջողությամբ ընդունվեցինք ճեմարան։ Ինչու եւ ինչպես ծնվեց Արցախում շիրակացու ճեմարան ունենալու գաղափարը։ Հիմնադիր տնօրեն Աշոտ Ալիխանյանը հիշում է բոլոր մանրամասները, ասում է մեկնակետը Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանի հետ հանդիպումն էր։ Երբեք չեմ մոռանա այդ նշանակալի օրը ինձ համար։ Մտանք, պարոն Բեգլարյանը ձեռքը մեկնեց, ես բարևեցի, ասեց՝ գիտեք, ես ձեզ հրավիրել եմ մի խնդրանքով։ Ես ուզում եմ, որ դուք բացեք Ստեփանակերտում ձեր ճեմարանի մասնաճյուղը։ Պարոն Բեգլարյանը ամենահեռատես մարդկանցից մեկն է կյանքում, ում ես հանդիպել եմ։ Ինքը հասկանում էր, որ Արցախի ապագան եւ ընդհանրապես ոչ միայն Արցախի ապագան, ամեն ինչի ապագան կրթությունից է սկսվում։ 20 թվականի պատերազմից հետո բոլորի մոտ էլ հետադարձ հայացք վերլուծության փուլ եղավ, թե ինչու ենք այս վիճակում երկարաժամկետ ռազմավարական առումով եւ ինձ մոտ, ինչպես շատերի մոտ, այն ընկալումը կար, որ երկարաժամկետ սա կրթության խնդիր է եւ որպեսզի մենք ունենանք ուժեղ զարգացած հայրենիք եւ պատասխանատու ժողովուրդ եւ արդյունավետ աշխատող կառավարման համակարգ, մենք պետք է կրթական համակարգի բարեփոխման հարցերը լուծենք։ Որոշում կայացվեց ոչ թե մասնաճյուղ, այլ Արցախի շիրակացու ինքնուրույն ճեմարան հիմնել քույր վարժարանի կարգավիճակով, որտեղ պետության աջակցությամբ կրթությունն անվճար էր լինելու։ Առաջին ընդունելությունը 10-րդ եւ 11-րդ դասարանների համար էր։ 2022 թվականի սեպտեմբերի 1-ին բլոկադայի պայմաններում 33 աշակերտով ու Ստեփանակերտի դպրոցներից մեկում հատկացված 4 դասասենյակով Արցախի շիրակացու ճեմարանը սկսեց իր առաքելությունը։ Համոզմունքը, որ կրթության միջոցով իհարկե կարելի էր փոխել, վերակենդանացնել, նորովի ապրեցնել Արցախը, դա ակնհայտ էր մեզ համար առնվազն, որովհետև պետք է նոր շունչը եւ այս առումով ճեմարանական մոդելը լավագույնս պիտի ծառայեր այդ նպատակի իրականացմանը։ 2023 թվականի սեպտեմբերին Արցախի շիրակացու ճեմարանն արդեն 5-ից 12-րդ դասարանի 166 սան, շենքային նոր պայմաններ ու Իզմիրյան հիմնադրամի աջակցությամբ բոլորովին նոր գույք ուներ։ Իզմիրյան հիմնադրամի ես անձամբ դիմեցի, խնդրեցի, որ գույքի կարիք կա, բլոկադայի պայմաններում բավականին ծանր դժվարություններ հաղթահարելով հաջողվեց հիմնադրամի եւ Արցախի կառավարությանը տեղափոխել այդ գույքը։ Շաքեն ու մյուսներն ընդամենը 19 օր վայելեցին նոր դասասենյակների հարմարավետությունն ու ճեմարանական լինելու բերկրանքը։ Ամեն ինչ ավարտվեց սեպտեմբերի 19-ին առաջին ընկած ռումբով։ Հենց առաջին ռումբը, որ ընկավ, մենք պատուհանից տեսել ենք, շտաբի կողքին այդ մեր շատ մոտիկ էր մեզ, ես այդ 19 օրը իմ ամբողջ կյանքում կհիշեմ։ Դա մի այլ փորձ էր, որովհետև այդ 19 օրվա ընթացքում ես հասրեցի ձեռբերել այնպիսի ընկերներ, որոնք համոզված եմ, որ կլինեն կյանքի ընկերներ։ Ընկերների հետ Շաքեն ապրեց բլոկադան, պատերազմը, հայրենիքի կորուստն ու գաղթի ցավալի ճանապարհը։ Այդ ընթացքում նույնիսկ չէր պատկերացնում, որ Հայաստանում երազանքը վերագտնելու հնարավորություն կստանա։ Մինչ Արցախը հայաթափվում էր, Երևանում շիրակացու ճեմարանի ղեկավարությունը ուղիներ էր փնտրում Արցախից եկող 166 սաների կրթության շարունակականությունն ապահովելու համար։ Նրանցից 144-ը հաստատվեցին Երևանում։ Շիրակացու ճեմարանը թեև սովորողների ամբողջական համակազմ ուներ, իր հոգացության տակ առավ նաև այդ երեխաներին։ Ես շատ գնահատում եմ այն փաստը, որ մեր դասարանը չեն ցրել, որովհետև մենակով այդ ամբողջ այդ բռնագաղթի ցավը, այդ կորուստը
տանելը ավելի դժվար կլիներ ու որ մենք սենց մեր խմբով սենց արցախցիներ սենց հավաքվել էինք միտեղ 16 հոգանոց խումբ էր ու մենք միասին այդ ցավը տանում ենք ու դա բնականաբար ավելի հեշտացրեց այդ ամեն ինչը ու ես դա շատ եմ գնահատում։ Մենք ունեցանք բավականին դժվարություններ, սենյակներ չունեինք, ֆինանսավորում չունեինք, մի քանի լաբորատորիաներ ստիպված մենք դարձրեցինք էլի լսարաններ, հանրակացարանային մի քանի սենյակներ ստեղծեցինք։ Սկզբնական շրջանում Ջեմարանն իր պահուստային ֆոնդերից հոգաց նաև արցախցի սովորողների վարձավճարների հարցը։ Մեկ տարի նրանք ամբողջովին անվճար սովորեցին։ Փաստացի մենք այդ տարվա համար նախատեսած բոլոր ներդրումային ծրագրերը ժամանակավորապես կասեցինք եւ բոլոր միջոցները ուղղեցինք արցախցի սովորողների կրթության կազմակերպմանը, որից հետո հասկացանք, որ այո, կարևոր էր, մարտահրավեր էր, որին պետք էր գնալ եւ հաղթահարել, սակայն ներդրումները ամբողջությամբ եւ մշտապես ուղղել արցախցիների սովորելու կարիքներին այդքան էլ տրամաբանական չէր լինի։ Այդ պատճառով ստեղծվեց Արցախի շիրակացու Ջեմարան բարեգործական հիմնադրամը։ Արդյունքում Արցախից տեղափոխված սաները 2024-25 ուսումնական տարվա ընթացքում օգտվեցին վարձավճարի արտոնյալ պայմաններից։ Տարբեր հովանավորների աջակցությամբ, այդ թվում Իզմիրլյան հիմնադրամի աջակցությամբ հաջողվեց Ջեմարանի կողմից տրված մեծ զեղչի պայմաններում ապահովել մոտ 110 աշակերտների ուսումը։ Սակայն մեր կողմից սահմանված արտոնյալ ուսման վարձավճարը դեռևս մնում է անհաղթահարելի շատ ընտանիքների համար, հատկապես հաշվի առնելով սոցիալական իրավիճակը արցախցի ընտանիքների եւ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար կարիք է առաջանում ֆոնդեր հայթայթել ու այս տեսանկյունից, քանի որ ամեն ուսումնական տարվա համար են գումար հայթայթում եւ դա բարեգործական նպատակով գտած գումար է, գումարների հոսքը կայուն լինել չի կարող եւ ամեն ուսումնական տարվա համար այդ խնդիրը ունենում ենք։ Ցավալիորեն պիտի նշեմ, որ տարեց տարի հուզական այս ֆոնը նվազում է եւ դժվար է գտնել աջակիցներ, ովքեր կհավատան եւ կկիսեն այդ մեր նույն համոզմունքը։ Այս առումով որքան էլ ջանքեր ներդրվում են Շիրակացու Ջեմարանի բարեգործական հիմնադրամի կողմից, բայց այդուհանդերձ մեզ պետք են այն մարդիկ, այն լավ իմաստով խենթ հավատացողները, ովքեր կմիավորվեն այս առաքելությանը եւ կօգնեն այս պատմությունը առնվազն իր վերջնակետին այս մասով երեխաների ուսումնառությունն ապահովելու մասով ապահովելու համար։ Ջեմարանում այժմ Արցախից տեղափոխված 89 երեխա է սովորում։ Շաքեն մյուսների նման ամենից շատ երազում է Արցախ վերադառնալ, բայց գիտի, լավագույնն ինչ կարող է անել այսօր Հայաստանի ու Արցախի ապագայի համար, լավ սովորելն ու որակյալ կրթություն ստանալն է։ Ջեմարանը տալիս է այդ հնարավորությունը, մնում է այն իրացնելու ֆինանսական հնարավորություն գտնել։ Ես օրինակ ուզում եմ սովորել Կանադայի Տորոնտոյի համալսարանում, դառնալ իրավաբան, որպեսզի հենց պաշտպանեմ հանրության անդամի տեսակետը եւ տենց երազանքս է դառնալ իրավաբան Հայաստանում, որովհետեւ գտնում եմ, որ դրա նշանակությունը շատ մեծ է։ Թեև հայկական Արցախն այլևս քարտեզի վրա չէ, բայց պատմությունը շարունակում է գրվել այս պատերից ներս Շաքեի ու նրա ընկերների երազանքներով։ Նրանք սովորում են, որ անլուծելի խնդիրներ չկան ու հավատում են, կրթությունն է այն ուժը, որով կարող են փոփոխություն բերել ու գրել Արցախի պատմության նոր հատորը։